Բարևձեզ։ Ձեր ՔՊ-ի չաթում գրել, որ ուղիղ ժամը 10-ին լինեն այստեղ, ինչ մարդկանց հավաքագրում բերեք այստեղ բռնանում այսպես ասած։ Չեմ բռնանում ոչ մեկին, Մերի ջան, շատ լավ նշեցիք, ՔՊ-ի չաթին եմ գրել, իսկ ՔՊ կուսակցականները բոլորը գիտեն, որ առանց գրելու էլ վարչապետը երբ գալիս է Շիրակի մարզ կամ ինչ-որ տեղ, իրենք գալիս աջակցում են վարչապետին ու խնդրեմ, որպեսզի այսօրվա օրը չխառնենք, այսօր խնդրում եմ օրը չխառնենք, ես 4 տարի կազմակերպում եմ դեկտեմբերի 7-ի միջոցառումը, որպես մարզպետի խորհրդական ու այսօր էլ բացառություն չէ իմ համար, ես այսօր կազմակերպում եմ հիշատակի օրը դեկտեմբերի 7-ի, շնորհակալություն։ Ականը ներողություն եմ խնդրում, ասում էր, որ կարծես թե կրկին այդ ցնցումների մեջ լինի։ Ստացվում է, որ եկեղեցին գրոհում է, ասում էր, այսքան հոգևորական է եւ չի տեսել այսպիսի ուժայինների գրոհ եկեղեցի։ Ուժայինների գրոհ չգիտեմ, ուժայինների գրոհ չի, վարչապետը գալու է, ուժեղացված ծառայություն է, միշտ եղել է, այս շատ նորմալ է, դուք էլ անձամբ տեսել եք, որ միշտ սպես է եղել։ Եկեղեցում, որ այսպիսի իրավիճակ է եղել, մի օրինակ։ Ես օրինակ չեմ ուզում ասեմ, բայց էլի կրկնում եմ, ամեն տարի դեկտեմբերի 7-ին մեր մոտ նմանատիպ միջոցառում եղել, այսօր ձեզ էլ կխնդրեմ հիշատակի օրը չվերածել այլ բանի, արգելի լրագրողներ։ Ես չեմ մանիպուլացնում, խնդրում եմ դեկտեմբերի 7-ի հիշատակի օրը չվերածել այլ բանի ու մնալ ձեր գործունեության մեջ, էլի։ Ինչ ցույց տվեց, քանի հոգի են գալու Գյումրուց։ Հեսակ տեսնեք քանի հոգի է գալու։ Հեսակ տեսնեք քանի հոգի է գալու ու ասեմ, որ չեմ էլ ափսոսում, ինչ արել ենք, լավ ենք արել, մեր համար այսօր սքի օր է, ձեր համար հասկանում եմ, որ ինչ որ դիվիդենտն է շահելուց, տեսցու։ Կարծես թե ձեզ համար դուք եք պլյուս մինուս անում։ Ո՞ւմ է ձեր հոգևորական։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք Շիրակի մարզպետի խորհրդական Վանո Մարտիրոսյանի հետ, ով երեք լրատվամիջոցներից մեկը լուսապատճն էր հրապարակել, որտեղ երևում էր, որ մարդկանց ժամ էր նշել, որ ուղիղ ժամը 10-ին լինեն Գյումրու 7